Այսօր հայ հանրությունը ականատես եղավ հայտարարք մի իրադարձության, Նոր-Նորքի թաղապետարանում թաղապետարանի աշխատակիցները թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ տեսախցիկների առջև ծեծի ենթարկեցին ընդդիմադիր բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանից։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, ինչ տեղ ունեցավ ձեզ Նոր-Նորքի թաղապետարանում եւ իրավական առումով սա ինչ էր։ Ինգ իրավապաշտպանների նախաձեռնության անունից մենք շատ արագ հանդես եկանք հայտարարությամբ, համացանցում տարածված տեսանյութը դիտելու արդյունքում վերլուծեցինք նաեւ օրենսդրական հիմքերը։ Հիմա մենք գուցե ինչ-որ մի բան ասենք, որ տենց հանրային դաշտում այդքան էլ ընկալելի չլինի ոչ իրավաբանների մոտ, բայց գիտեք, սա ոչ միայն խուլիգանություն է, իսկ խուլիգանությունը ակնհայտ է, այլև մեր պատկերացմամբ սա միանշանակ տեղավորվում է քրեական օրենսգրքի բավական խիստ հոդվածի, մասնավորապես խոշտանգման ներքո, որտեղ որ ուղիղ նշված է, որ հանրային ծառայողները, եթե որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական ցավ պատճառելու կամ հոգեկան տառապանք պատճառելու նպատակով նրա ինչ-որ գործողություններ են անում, սա ամենադասական դրսևորումն է, որը ինչ-որ նպատակ է հետապնդում, օրինակ, պատժել նրանց ինչ-որ գործողությունների համար։ Ես որքան հասկացա, ինչ-որ կոռուպցիոն բացահայտում էր եղել, այդ կոռուպցիոն բացահայտման հիման վրա ինչ-որ արձագանք էր եղել թաղապետից, որը կոնտրարձագանք էր ենթադրել եւ այլն։ Այսինքն այստեղ ինչ-որ գողական ռազմորկայի տպավորություն էր թողնում թաղապետարանի աշխատակիցների կողմից, բայց այդ գողական ռազմորկան, եթե դու պաշտոնատար անձ ես, այլևս պարզապես ռազմորկա չի, այլ տեղավորվում է, ինչպես նշեցի, խոշտանգման հանցակազմի ներքո, որը բավական լայն է սահմանված, դրա համար միջազգային կառույցները բավական երկար աշխատել են, եւ հիմա մենք ունենք խոշտանգման հանցակազմ, որը լիովին տեղավորվում է, այս իրավիճակը լիովին տեղավորվում է խոշտանգման հանցակազմի ներքո։ Այսինքն զուտ օրենսդրորեն մենք ունենում ենք թե խուլիգանության հանցակազմ, թե ուրեմն խոշտանգման հանցակազմ, ըստ մարմնական վնասվածքների ծանրության նաեւ հնարավոր է ցավոք սրտի այլ հետևանքներ եւս տեսնենք, թե ինչպիսի եզրակացության են գալիս բժիշկները, որովհետև խուլիգանախմբով հարձակվել անձամբ թաղապետի գլխավորությամբ եւ ծեծի են ենթարկում մարդու։ Տեսեք, պարոն Մելիքյան, ծեծի ենթարկվեց Արթուր Չախոյանը, բայց բերման ենթարկվեց կրկին ինքը։ Ինչ է սա նշանակում։ Սա ստանդարտ նիկոլական պահվածք է, առաջին դեպքը չի, եւ իրավական տրամաբանությունը 0 է, բայց քաղաքական տրամաբանությունը իհարկե կարելի ասել անխոցելի է։ Եթե խաղադրույքներ վերցնելու լինեին, թե այս իրավիճակում ում են բերման ենթարկելու, ապա վստահաբար պետք է հենց այս տարբերակի վրա դնել, որովհետև ոստիկանությունը նման դեպքերում ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերն է պաշտպանում, այլ իշխող քաղաքական ուժի։ Իդեպ ասեմ, որ որքան հասկացա, այստեղ ԿՊ-ի մասին չի խոսքը, այլ հայտնի եվրոպական ուղղվածությամբ հայտնի Հանրապետություն կուսակցության մասին է խոսքը, Արամ Զավենի Սարգսյանի, ինչը շատ ավելի ցայտուն է դարձնում այն խայտառակության մակարդակը, այսինքն մարդիկ Արտակ Զեյնալյանը իրենց կուսակից ընկեր ինչ-որ հեքիաթներ էր պատմում ազգային ժողովի ամբիոնից, եվրոպական բարքերի մասին, իսկ իրենց քաղաքական թիմի անդամ Տեր-Մարգարյանը փաստորեն ցույց տվեց, թե իրական պատկերացումը այդ կուսակցությունում ինչպիսին է եվրոպական արժեքների մասին։ Պարոն Մելիքյան, մենք ֆիքսում ենք ռեժիմի կողմից շարունակաբար կատարվող ապօրինությունները տարբեր ուղղվածություններով, մենք նաև ֆիքսում ենք, որ այդ ամենը աննկատ չի մնում միջազգային հանրության եւ կազմակերպությունների կողմից։ Դուք երեք ձեր էջում խոսել եք Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցի մասին, որտեղ անդրադարձ կար նաեւ քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգե Սահաթելյանի հիմնեմնիմի գործի մասին, ինչ կասեք այս առումով։ Նախ ողջունում եմ, որ այդ անդրադարձը կար, անվանական անդրադարձ էր,
դետալացված անդրադարձ էր, մի փաստակ անճշտություն կար, էական չէր, թե երբ է սկսել դատավարությունը, մի փոքր անճշտություն կար այդտեղ, բայց այն, որ մարդիկ հետևում են եւ մենք ասում ենք, որ այս խայտարակությունը չի կարող աննկատ անցնել, դա շատ դրական է։ Վատն այն է, որ այդտեղ թիրախային անդրադարձ չկա մյուս քաղաքապետարների գործերին, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան եւ այլն, այն բազմաթիվ գործերին, որոնց մենք տեղյակ ենք, այս առումով ասել, որ մենք գոհ ենք ամնեստիի զեկույցից, ճիշտ չի լինի, բայց գոնե այս դրական կողմը կար, որ տղաների գործին շատ հստակ թիրախային անդրադարձ էր կատարվել։ Շնորհակալ եմ կարևոր մեկնաբանության համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի իրապաշտպան փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ, կհանդիպենք։ Շնորհակալ եմ։